Դեռևս երրորդից չորրորդ դարերում Սասանյան Արտաշիր առաջին և Շապու երկրորդ արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը։ Երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք, կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ, Թրակիա, Մակեդոնիա և այլն։ Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի արդյունքներից էր նրանց հայտնվելը բյուզանդական պետական կառուցվածքի ամենաբարձր օղակներում, ընդհուպ մինչև մակեդոնական կամ հայկական դինաստիայի հիմնումը Բյուզանդիայում։ Վաղ միջնադարում Հայաստանում Արշակունյաց թագավորության անկումից հետո նկատելի են հայերի գաղթը այլ երկրներ։ Մեծ թվով հայերի գաղթ այլ երկրներ տեղի ունեցավ նաև հետագայում։ 1045 թվականին Անիի Բագրատունյաց թագավորության անկումը և դրան հաջորդած Բյուզանդիայի Հայաստանում վարած քաղաքականությունը, ապա սելջուկյան և այլ նվաճողների հարձակումները պատճառ հանդիսացան հայերի մեծ գաղթի, հիմնականում Վրաստան, Կիլիկիա և այլ երկրներ։ Ինչպես Վրաստանում, այնպես էլ Կիլիկիայում հայ իշխանները հասան բարձր դիրքի, ընդհուպ Կիլիկիայում 12-րդ դարում ստեղծելով հայկական պետականություն։ Կիլիկիա տեղափոխվեց և մինչև 1441 թվականն այնտեղ մնաց նաև ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածը կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակեց հետագա դարերում նույնպես, ընդհուպ մինչև 1921 թվականը, և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։ Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած 16-րդ դարից հայ վաճառականները արևելքի և արևմուտքի միջև ընթացող առևտրի կազմակերպիչներից էին։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվեցին հայկական նոր համայնքներ։ Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագրական եղավ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի ընդարձակ տարածքներում բնիկ քրիստոնյա ժողովուրդների հանդեպ նրանց վարած քաղաքականությունը։ Թուրքերի կողմից 1475 թվականին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթեցին Ռուսաստան, լեահապատակ Ուկրաինա և այլուր։ 16-ից 17-րդ դարերում Պարսկաստանի արքաները և հատկապես Շահ Աբբաս առաջինը իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով Պարսկաստան են բռնագաղթեցրել 100 հազարավոր հայերի։ Այստեղ նրանք հիմնեցին նոր քաղաքներ, ինչպես օրինակ Նոր Ջուղան, ստվարացան հին հայկական համայնքները։ 20-րդ դարասկզբին հայ բնակչության թվաքանակը գնահատվում էր ավելի քան 4 միլիոն, որից բուն հայկական լեռնաշխարհի և Կիլիկիայի տարածքում բնակվող հայերի թիվն անցնում էր 2,2 միլիոնից, այսինքն հայ բնակչության կեսից ավելին բնակվում էր պատմական բնորանում։ Այդ պատճառով նախքան 20-րդ դարասկիզբը հայրենիքից դուրս հայության պատմությունն ընդունված է համարել հայկական գաղթավայրերի պատմություն։